Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ ժամի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Հայաստան Դաշինքի նախընտրական ցուցակի անդամ, падգամավորի տեխնացու Բորիս Մուրազին։ Բարի երեկո, պարոն Մուրազի, շնորհակալ եմ հարցազրույցի հրավեր ընդունելու համար։ Ձեզ եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Մուրազի, Հայաստանում էր Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևը հանդիպման մանրամասներ շատ չեն բացվում, բայց եթե կհիշեք, վերջին հանդիպումը ադրբեջանական Գաբալա քաղաքում էր, որտեղ պայմանավորվել էին, որ հաջորդ հանդիպումը կարող է կայանալ Հայաստանում։ Ինչ եք կարծում, այս ժամանակահատվածում այս հանդիպումը պատահականություններ թե նախապես ծրագրված։ Գիտեք, բնական է քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում, այլ միջպետական հարաբերություններում, հաշվի առնելով նաև նախընտրական քարոզարշավի ընթացքը, կարող ենք վստահորեն ասել, որ սա այստեղ չկա պատահականություն եւ այստեղ կա միտում նախընտրական այս փուլում աջակցելու քաղաքացիական պայմանագրին, որպիսի ԿՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կարողանա հայ ժողովրդի մոտ, Հայաստանի քաղաքացիների մոտ լիարժեք խաղաղության տպավորություն ստեղծել։ Ինչու եմ ասում տպավորություն, որովհետեւ խաղաղություն որպես այդպեսին հաստատված չէ, սա ուղղակի ըստ էության Ալիևը հնարավորություն է տալիս Հայաստանի իշխանություններին վերարտադրվելու։ Ես հիշեցնեմ, որ 2018 թվականի դուշանբեի վերելակային հանդիպումից հետո գրեթե 2 տարի կրակոց չեղավ սահմանին, հետո սեպտեմբերի 23-ին թե 24-ին ադրբեջանական պետական հաքինազ լրատվականը այսպես կոնֆիդենցիալ տեղեկությունների արտահոսք կազմակերպեց, հայտարարելով, հոդվածում նշելով, որ ըստ էության Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կողմից եղել խնդրանք սահմանային լարվածություններ չհրահարելու, որպեսզի ինքը հնարավորություն ստանա իր համար ներքին քաղաքական խնդիրները լուծելու եւ ժամանակը օգտագործի։ Վստահ եմ հիմա էլ այսպես ասած խաղաղության ընթացք կա, որ անդադ ասում են սահմաններին կրակոցներ չկա։ Մենք իհարկե ուրախ ենք, որ սահմաններին կրակոց չկա, մեր հայրենակիցները, մեր ընկերները, մեր ծանոթ կամ անծանոթներն են սահմաններին կանգնած եւ միայն լավ ու լավ է, որ մարդիկ չեն զոհվում, բայց վատ է, որ դա ուղղակի խաղաղության ձև է, հա, խաղաղության տպավորություն են ուղղակի փորձում ստեղծել, ինչը կրկնվեմ նույնն էր 2020-ի այդ արունալի պատերազմից առաջ։ Գալիս են այստեղ քարոզչական աջակցություն կա, դուք գիտեք նաեւ ասացիք քիչ տեղեկություններ կան, այո, այդ հանդիպման մասին, առաջին տեղեկատվությունը, որ հրապարակվեց, այն էր, որ հանդիպել են գործարարների հետ, իշխանությանը մոտ կանգնած կամ այն գործարարների հետ, ովքեր այս ընթացքում Ադրբեջանի տարածքով ցորեն կամ բենզին են ներկրել Հայաստան, ինչ որ իմաստով սա նաև ուղերձ է այդ գործարարներին, որ այն կորուստները, որ դուք կկրեք կամ հավանաբար կկրեք այս իշխանության հակառուսական քաղաքականության հետևանքով դուք կարող եք կոմպենսացնել Ադրբեջանի տարածքով որոշակի դիվիդենդներ ստանալու ճանապարհով։ Հայկական մեդիա դաշտը վերջին օրերին ակտիվ քննարկում է Հայաստանի կապույտ անձնագիրը կարմիրով փոխարինելու հարցը, որտեղ Արարատին փոխարինելու է Արագածը։ Հաշվի առնելով հանգամանքը, որ Արագածն է Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթը, այստեղ ինչ խնդիր եք տեսնում, որ օրինակ անձնագրում փոփոխություն է կատարվում։ Գիտեք, այս անձնագրի հետ կապված պատմության հետ երկու ծայրահեղություն կա։ Մի ծայրահեղություն այն է, որ զուտ գույնի նմանությամբ ասում են թուրքական անձնագրին ենք նմանեցնում, ինչը զվարճալի է։ Մյուս կողմից իշխանության վարքագիծը այո մտահոգիչ է, որովհետև իրենք ինչ են անում։ Իրենք հնարավոր բոլոր ձևերով հանրությանը ուղերձ են հղում, որ մենք հայտնվել ենք Թուրքիա եւ Ադրբեջանի ազդեցության տակ։ Գիտեք, սովորաբար երբ պետությունները հայտնվում են դժվարին իրավիճակում, փորձում են շրջանցել այդ խնդիրը, որպեսզի պետության հեղինակության խնդիր չառաջանա, հասարակությունը տրավմայի չենթարկվի, չէ՞։ Օրինակ այդ գործիչներից մեկը հետաքրքիր դրվագ էր նկատել։ Այսինքն, եթե դուք խնդիր եք տեսնում Արարատի պատկերը անձնագրում ունենալ, ինչի՞ եք պարտադիր խորվիրապի նկարը հակառակ կողմից դնում, հնարավոր չէ Գեղարդի, Տաթևի վանքի նկարը դնել։ Այսինքն ինչի պարտադիր պետք է այսպես ուղերձ հղել Թուրքիային, որ մենք ընդունում ենք ձեր գերիշխանությունը։ Մյուս կողմից Արարատի պատկերը, գիտեք, այս իշխանությունը, ես ճիշտ ասած կասկածում եմ արդեն Թուրքիան արդյոք նման բան ներկայացրել է թե չէ։ Արարատի պատկերը հանելու, որովհետև Թուրքիայի դրոշի վրա էլ լուսին ու աստղ կա, ոչ աստղերն են Թուրքիայինը, ոչ էլ լուսինը։ Անգամ թուրքական կողմը, ասենք,
տիեզերագնացներ չի իջեցրել լուսնի վրա, որ ասես այ առաջին լուսնի վրա առաջին ոտք դնողը թուրք է եղել, դրա համար իրենք իրենց դրոշի վրա այդ սիմվոլը ունեն։ Բայց ունեն այդ սիմվոլը։ Հիմա մարդիկ ինչ որ իսլամի հետ են կապում, հա, ինչ որ բացատրություն ունեն այդ սիմվոլների հետ կապված։ Հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունը ամենահիմնավոր բացատրությունը ուներ եւ ունի, թե ինչու Արարատը իր համար գլխավոր սիմվոլն է։ Հայաստանը չի առաջին քրիստոնեություն ընդունած պետությունը։ Հայաստանի գերբի վրա պատկերված Արարատի վրա ինչ կա կայանած, կարող եք ասել, մեքենա չի, բան չի, չէ, ծառայողական վարչապետի ավտո մեքենան չի, դա նոյի տապանն է, այսինքն սա բիբլիական սիմվոլ է, քրիստոնեական սիմվոլ է հայ ժողովրդի համար։ Այսինքն ես կարծում եմ որևէ խնդիր չէ լինի թուրքերին սա բացատրելու։ Պարոն Մուրազի, սահմանադրության հնարավոր փոփոխությունից եմ առաջարկում խոսենք։ Իշխանությունն ասում է, որ սահմանադրության տեքստը քաղաքական իրավական փաստաթուղթ է, որտեղ պատմական հղում կամ պատմություն պետք է չլինի։ Դուք ասում եք, որ Հայաստանի անկախության հռչակագիրը կարելի է ասել երկրի ծննդյան վկայականն է։ Հիմա հնարավոր է ունենալ տեքստ, որը որ խնդրահարույց չլինի հարևան երկրների համար, որը մատնանշում է իշխանությունը։ Շնորհակալ եմ հարցին։ Այստեղ էլի հարցը թե հարևան երկրի հետ մենք ինչ փոխհարաբերություններ եւ ինչ պայմանավորվածություններ ունենք։ Ադրբեջանն ասում է, որ օրենքը խանգարում է խաղաղությունը։ Շատ լավ, բայց Ադրբեջանի մայր օրենքը մեզ ավելի շատ է խանգարում։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանը, ես վստահ եմ այդ հարցը ինքը չի մշակել, դիվանագետները շատ հրաշալի մշակում ունեին այդ իմաստով, թե ինչու մենք պետք է մեր սահմանադրությունից չհանենք անկախության հռչակագրին արված հղումը, հա։ Եվ այդ հիմնավոր գլխավոր հենասյունը այն էր, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ կան հղումներ, որոնք առավել շոշափելի խնդիրներ են մեզ համար ներկայացնում, քան մեր սահմանադրության մեջ եղած հղումը, հռչակագրի հղումը։ Հիմա եկեք Նիկոլ Փաշինյանի շուրթերից լսենք, թե Ադրբեջանի սահմանադրությունը մեզ համար ինչ վտանգներ է ներկայացնում։ Լսենք ու շարունակեմ իմ տեսակետը։ Ադրբեջանը էլի ուրիշ մեղադրանքներ էլ է հնչեցնում Հայաստանին, ասելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ։ Եկեք հիմա նայենք Ադրբեջանի սահմանադրությանը։ Ադրբեջանի սահմանադրության մեջ հղում է արվում 1991 թվականի պետական անկախության մասին ակտին։ Այդ ակտում հղում է արվում 1918 թվականի մայիսի 28-ի Ադրբեջանի անկախության հռչակագրին եւ անկախության ակտի մեջ նշված է, որ այսօրվա Ադրբեջանը 18-ից 20 թվականների Ադրբեջանի իրավահաջորդն է։ Իսկ 18-ից 20 թվականի Ադրբեջանի հռչակագրի մեջ նշված է, որ Ադրբեջանի տարածքներ են հարավային եւ արևելյան Անդրկովկասը եւ 1919 թվականին Անտանտին ներկայացրած քարտեզով Ադրբեջանը հավակնություններ է ներկայացրել Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի նկատմամբ ամբողջությամբ եւ Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Լոռու եւ Շիրակի մարզերի նկատմամբ մասը։ Լսեցիք սա։ Տեսեք, մեր փոխարեն Նիկոլ Փաշինյանը հիմնավորում էր, թե ինչու չպետք է Հայաստանը հրաժարվի իր անկախության հռչակագրից կամ եթե հրաժարվում է, ըստ էության ինչու նաև պիտի Ադրբեջանը հրաժարվի։ Տեսեք, եթե մենք ունենայինք մի իրավիճակ, որտեղ Ադրբեջանն ու Հայաստանը նստեին, քննարկեին գային եզրահանգման, որ մենք կոնֆլիկտին վերջ ենք տալիս եւ Ադրբեջանը ասել, այո, մենք մեր սահմանադրությունից հանում ենք այդ հղումը, դուք էլ ձեր սահմանադրությունից հանեք, որպեսզի մենք ընդհանրապես այսպես մտքի ծայրով էլ խնդիր չունենանք այդ հարցերը քննարկելու։ Ադրբեջանը չի հանում դա։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը 2024 թվականին հայտարարում է, որ ասում է մեր սահմանադրական դատարանը, եթե որոշի, որ Ադրբեջանը այդ խաղաղության պայմանագիրը հակասում է Հայաստանի սահմանադրությանը, մենք կկանգնենք իրավիճակի առաջ, որով խաղաղություն հաստատելու համար սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն։ Չէ՞, սա այս հայտարարությունից հետո Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը 2024 թվականին հայտարարել է, որ հակասահմանադրական բան չկա այդտեղ, կարող է այդ անկախության հռչակագրի հիշատակումը չի խանգարում այդ պայմանագիրը կնքելուն։
Հիմա այդ համանդրական դատարանի որոշումից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է ստանձնել այդ պարտավորությունը, բանը փոխելու, անկախության հռչակագրից այդ հղումը հանելու։ Չնայած ես վստահ եմ, որ համանդրության մեջ Ալիևի պահանջով միայն այդ դրվագը չի որ Իսկ եթե փոխադարձ համաձայնության են եկել, որ բայց ուրա կա փոխադարձ համաձայնություն, Ադրբեջանը խոսում է դրանից։ Ադրբեջանը չի կարող, հարգելի պարոն Ավասարյան, Ադրբեջանը չի կարող դրա մասին խոսել։ Ինչու՞։ Որովհետև Ադրբեջանը հռչակելով իր անկախությունը 91 թվականին ինքը իրեն հայտարարել է մուսաֆաթական Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ, որտեղ Սյունիքը, Վայոց ձորը, Շիրակի, Գեղարքունիքի լոռու, Արարատի մարզի, Տավուշի մարզի որոշ հատվածներ Ադրբեջանը իրենն է համարում եւ ազգերի լիգային դիմում է ներկայացրել, որ այդ տարածքները իմն են։ Այդ թվում նաև Արցախ, Նախիջևան մնացած բոլոր տարածքները, որը իրենց են համարում։ Հիմա ինչ է ստացվում։ Ստացվում է, որ Հայաստանը հրաժարվում է իր ծննդյան վկայականից կամ Փաշինյանը ասած կադաստրի թղթից, միևնույն ժամանակ Ադրբեջանը չի հրաժարվել եւ չի հրաժարվելու վստահեցնում իր կադաստրի թղթից։ Եթե մենք հրաժարվում ենք մեր կադաստրի թղթից, Ադրբեջանի կադաստրի թուղթը տարածվում է նաև մեր տարածքների վրա։ Սա պիտի հասարակությունը իմանա։ Փաշինյանը ասել է, չէ՞, կա Ադրբեջանի սահմանադրության մեջ նման պահանջ։ Ադրբեջանը հայտարարել է, որ քանի որ Հայաստանը ընդունել է պարտավորություն փոխելու իր սահմանադրությունը, մենք հրաժարվում ենք այդ պահանջներից։ Չի ասել, չէ՞։ Պարոն Մուրազի, բայց իշխանությունը նաև ասում է, որ եթե իրենք չգնան այս ճանապարհով, այսինքն սահմանադրության փոփոխություն, եթե Հայաստանում իշխանության կան ընդդիմադիր ուժերը, կլինի պատերազմ։ Դուք ասում եք, եթե դուք լինեք իշխանության, կլինի պատերազմ։ Հիմա Հայաստանի ժողովուրդը ում ընտրի, որ ոչ պատերազմ լինի, Հայաստանն էլ անվտանգ երկիր։ Կոնկրետ օրինակը կա։ Նիկոլ Փաշինյանը 8 տարի է իշխանության է եւ մենք առնվազն 3 մեծ պատերազմ ենք տեսել։ Այն փոքր մարտական գործողությունները, զոհերը, բան հələ մի կողմ, խոնարհվելով զոհերի իշտակի առաջ։ Այսինքն 3 պատերազմ բերած մարդը ինչ որ մեկին մեղադրում է պատերազմ բերելու մեջ, հավանական բերելու մեջ։ Անցյալի սխալները այլևս չեն անում։ Ով ասեց։ Իրենք են ասում։ Քանի անգամից հետո չեն անում։ Սովորաբար հայտնի է ժողովրդական խոսքը, չէ՞, երրորդ անգամից հասկացողները հասկանալու խնդրեմ ունեն։ Իսկ իրենք ոնց որ առնվազն երրորդ անգամից հələ նոր հասկացել են, որ խաղաղություն պիտի բերեն, բայց եկեք վերադառնանք այդ խաղաղության թեզին, հա, որ իրենք ասում են։ Իրենց ասած այդ խաղաղությունը պատերազմի սպառնալիքի տակ ինչի է նման։ Ես նմանեցնում եմ մի իրավիճակի, երբ դիցուկ, ասենք, որևէ կնոջ դանակը պարանոցին դրած, ամուսնության առաջարկ անեն, ու դուք եւ ես, ասենք, բախտավոր լինեք, էսից սիրուն զույգ եք, այ երջանկությունը այսպիսի տեսք ունի։ Դա նորմալ խոսակցություն է, նորմալ չի, չէ՞։ Որտեւ եթե դանակը այդ կնոջ պարանոցին չլիներ, դժվար էր պատկերացնել, որ ինքը այդ ամուսնության առաջարկը կընդունի։ Հիմա այդ նույն իրավիճակում մենք ենք։ Ոնց է իրանցի տարածքները հանձնվել այդ իբր սահմանազատմամբ։ Ասել են չհանձնենք պատերազմ կլինի։ Ոնց են Արցախը հայաթափել կամ Արցախի հայաթափմանը անտարբերությամբ վերաբերվել։ Ասել են հենց մենք սրտացավ լինենք պատերազմ կլինի, գան մեր տարածքները կգրավեն։ Ասել ենք Գորից Կապան ճանապարհ ինչի եք տալիս։ Ասեն որ չտանք պատերազմ կլինի, բայց դա խաղաղություն չի արդեն, կներեք, դա ամեն ինչ է բացի խաղաղությունից։ Այո, մենք ասում ենք, եթե դուք գաք իշխանության, ինչ եք անելու։ Գիտեք, երբ որ մենք գանք իշխանության կամ ցանկացած նորմալ քաղաքական առաջնորդ գա իշխանության, ես վստահ եմ այդ նորմալ քաղաքական առաջնորդը, որ ես պատկերացնում դա Ռոբերտ Քոչարյանն է, բայց հիմա ուրիշ մարդիկ ուրիշ պատկերացումներ կարող են ունենալ։ Պատերազմի վերսկսման վտանգը անգամներով պակասելու է, եւ սրա բացատրությունն էլ կա։ Ալիևը, որքան էլ որ մեծ թշնամի է, Ալիևը խելագար չի։ Իրենք լավ հաշվարկել գիտեն։ Դուք հիշում եք, այս Իրան-Իսրայել Միացյալ Նահանգներ պատերազմի ընթացքում իբրև Նախիջևանի տարածքում ընկան անօթաչու թռչող սարքեր, այնտեղ պայթյուն եղավ, մարդիկ վիրավորվեցին, չէ՞։ Առաջին օրը Ալիևի ռեակցիան ինչպես էր, որ մեր պատասխանը անսպասելի է լինելու։ Ուր է այդ պատասխանը, ինչու չեղավ։ Պատճառը մեկն է, որ Ալիևը իր ներքին խնդիրները հաշվի առնելով, նաև չմոռանանք իրենք սուլթանատ են, չէ՞, սարքել, ասենք արդեն քանի տարի է, քանի տասնամյակ է Ալիևներն են կառավարել, ժողովուրդը իրապես հոգնել է իրանցից։ Ժողովուրդը հոգնել է իրենցից։ Ժողովուրդը լավ գիտի, որ ինքը դեռ իշխանություն ուզում է փոխանցել իր կնոջը կամ իր որդուն։ Ժողովուրդը լավ գիտի, որ ըստ էության իրենք թուրքել չեն այդ կառավարող շրջանակները։ Եվ Ալիևների նկատմամբ մեծ բան կար, ատելություն կա։
Ալիևներին իշխանության պահել է Արցախում իրենց արձանագրած հաղթանակը։ Եթե հիշում եք 2020 թվականի հուլիսյան մարտերի ժամանակ մի դիրք էինք, չէ, բարելավել մեր բանակը Տավուշի հատվածում։ Հիշում եք ինչ եղավ դրանից հետո։ Բաքվի փողոցներ լցվեցին 100,000-ավոր ադրբեջանցիներ ու գրավեցին խորհրդարանի շենքը, աննախադեպ բան Ադրբեջանի պատմության մեջ։ Հիմա ես վստահեցնում եմ, եթե Ալիևը մի դիրք անգամ կորցնի, ես իր ունեցած ձեռքբերումներից, որոնք եղել են Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, իրեն ուղղակի դուրս են շպրտելու կառավարական շենքերից, բայց ոչ դեպի Եվրոպա կամ դեպի արաբական երկրներ, ինքը բանտում է հայտնվելու։ Ալիևը լավ գիտի, ինքը հնարավորություն չունի սկսել պատերազմ, որը երաշխավորված չէ հաղթանակով, որովհետև հաղթանակով չերաշխավորված իր սկսած պատերազմը իր իշխանազրկումն է արժենալու։ Ալիևի պատերազմում հաղթանակի երաշխիքը Նիկոլ Փաշինյանն է։ Ինքը մեր լավ ուրիշ ղեկավարների օրոք հաղթել է, նույն ապրիլյան պատերազմը եկեք նայենք, հա, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք։ Այո, մենք ինչ-որ կորուստներ ունեցել ենք, բայց հաղթել է Ադրբեջանը։ Ռոբերտ Քոչարյանի օրոք պատերազմ սկսելու սպառնալիք հնչեցրել է Ալիևը կամ հայերը կամ ինքը չի հնչեցրել, չէ՞։ Բայց աշխարհակաղակական իրադրությունն էր այլ էր, պարոն Մուրադի այդ ժամանակաշրջանում։ Այն ժամանակ էլ իր բարդություններ ուներ։ Ադրբեջանը պատերազմի նոկաուտից դեռևս ուշքի չէր եկել, Հայաստանը հաղթած էր։ Այն ժամանակ արդեն Ադրբեջանը իր տնտեսությունը լավացնում, բայց Հայաստանի վիճակն էլ այնպես չէր, որ հրաշալի էր տնտեսական առումով, 98 Ռոբերտ Քոչարյանը իշխանություն ստանձնեց բազմաթիվ խնդիրներով, այդ խնդիրների ընթացքում շատերը լուծվեցին, բայց Հայաստանն էլ իր խնդիրներն ուներ անկախ ձեռքբերումներից։ Այդ խնդիրները բոլոր նախագահների օրոք եղել են։ Ռոբերտ Քոչարյանի օրոք եղել է ամենակայուն 10 տարին խաղաղ, եւ Ադրբեջանը նման փորձ չի արել անգամ ռազմական գործողություններ սկսելու։ 2016-ին փորձել է, պատասխան ստացել է, այո, մենք ունեցել ենք կորուստներ, բայց իրենք էլ իրենց նպատակին չեն ասել։ Միակ երաշխիք իր հաղթանակի Նիկոլ Փաշինյանն է։ Զրկեք Ալիևին այդ երաշխիքից եւ կտեսնեք, որ ինքը պատերազմ ուղղակի չի ուզենա սկսել։ Իշխանությունն ասում է, որ նախկին նախագահները Արցախյան պատերազմի հաղթանակը մսխել են, պարոն Մուրադի։ Հիմա դուք ասում եք, որ Ռոբերտ Քոչարյանը երբ գա իշխանության, ոչ պատերազմի վտանգ է լինելու, երկիրն ավելի անվտանգ է լինելու եւ ձեր պատասխանը խնդրեմ։ Տեսեք, Ռոբերտ Քոչարյանը 10 տարի Հայաստանը պահել է խաղաղ պայմաններում, զարգացման պայմաններում, իր բոլոր խնդիրներով հանդերձ, այստեղ ամենևին չլինի տպավորություն, թե որևէ իշխանության օրոք խնդիր չի եղել, բայց Հայաստանը եղել է անվտանգ, ոնց են մսխել, իրանց փոխանցել են պետություն, որ ունեցել է երկու հայկական պետություն, Հայաստանի բանակի վերահսկողության տակ եղել է 42,000 կիլոմետրից ավել տարածք։ Այդ չէին կարող պահել, թողնեին իշխանությունը։ Լավ, եկան 18 թվականին բերվեցին, եկան իշխանության, հասկացան, որ իրենց կներեք ժողովրդական խոսքով հակով չի այս խնդիրը։ Եթե թողնեին իշխանությունը, ով էր իրենց ստիպում։ Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են մայր տաճարը, դրանից առաջ Սուրբ Հակոբ եկեղեցին։ Իշխանությունը չի արձագանքում։ Իշխանությունը արձագանքել է, ես ձեզ հետ համաձայն չեմ։ Իշխանությունը ասել է, որ դա Ադրբեջանի ներքին գործն է, իրենց սուվերեն տարածքում ընթացող գործընթացն է։ Սա բառից բուն իմաստով խայտարակություն է, որտեղ լավ, եկեք հələ մի պահ ընդունենք, որ իբր Արցախը Ադրբեջանի սուվերեն տարածքն է։ Հավատանք Նիկոլ Փաշինյանին, քաղաքացիական պայմանագրին, բայց այդ տարածքում հոգևոր մշակութային ժառանգություն ունի, չէ՞, հայ ժողովուրդը, ինչ կապ ունի այդ տարածքը ում վերահսկողության տակ է ներքո։ Հիմա որ Վրաստանում, Իրանում, Ռուսաստանում, այլտեղ հայկական եկեղեցի քանդեն, դա այդ պետությունների խնդիրն է, ոչ։ Բայց նրանք այս հայտարարությամբ ցույց են տալիս, թե որքան են ընկել թուրքական, ադրբեջանական ազդեցության տակ։ Մի հումորային արձագանք կար դրան, չնայած հումորի տեղ էլ չկա, ասում էր, երբ որ 1-2 օր իշխանությունից ընդհանրապես ձայն չկար, չէ՞։ Այդ հումորային արձագանքը հետևյալն էր, ասում են Հայաստանի իշխանությունները Բաքվից ճշտում են, կարող են իրենք արձագանքել Բաքվի բարբարոսություններին, թե ոչ, թե ինչպես արձագանքեն։ Եթե հումորից դուրս գանք, ես ենթադրում եմ Բաքվից ասում են, պիտի ասեք մեր գործը չի։ Պարոն Մուրադի, քանի որ մեր եթերաժամանակը մոտենում է ավարտին եւ սա բավական ցավոտ հարց է, կցանկանայի ճշտել, եթե դուք գաք իշխանության, ինչպես կարող եք բռնել ադրբեջանցիների ձեռքը, որովհետեւ օրինակ եթե այսօր մենք գիտենք, որ մայր տաճարը քանդված է, օրինակ լուրջ ունենք Գանձասարի մասին, Դադիվանքի մասին, Ամարասի մասին, ձեր կարճ մեկնաբանությունը կխնդրեմ։ Այդ ձեռքը իրեն ազատություն է տվել միայն այս իշխանության օրոք, քանի որ
համարել է, որ կարող է անել գործողություններ եւ մնալ անպատիժ։ Երբ որ փոխվի իշխանությունը, իրենք հասկանալու են, որ իրենց նախկին ազատությունները չկան եւ ես վստահեցնում եմ, ռազմական գործողությունների, չգիտեմ, պատերազմի կարիք չի լինելու, որ Ադրբեջանը հասկանա, որ այն ինչ որ Փաշինյանի օրոք էր անում, հիմա չի կարող անել։ Շատ པարզ տրամաբանություն, որովհետեւ ինքը հո տեսել է, որ այն ժամանակ չի կարողացել անել։ Ասենք 98-ից 2008 թվականներին արել էր, այդ ինչ չէր անում, այդ ինչի պատերազմ չէր սկսում։ Այնպես որ այս փոփոխությունը շատ ուղիղ ուղերձ է լինելու։ Հիմա իրանք ինչ են Մուստաֆայևին ուղարկում այստեղ, ասում են գերիներ գուցե ուղարկեն, փարկաստու վերադառնան բոլոր գերիները։ Ասում են, որ տեղեկատվական աջակցություն են տալիս։ Իրենց նախկին արտաքին գործերի նախարար ասում է Ռոբերտ Քոչարյանը չի կարող ընտրվել, հակաքոչարյանական այսպես թեմայի մեջ է մտնում, որովհետև իրենք հասկանում են, որ իրենց երաշխիքը Նիկոլ Փաշինյանն ու քաղաքացիական պայմանագիրն է։ Իրենք պաշտպանում են իրենց հաղթելու եւ տարածաշրջանում ամենաազդեցիկ պետությունը լինելու երաշխիքը Նիկոլ Փաշինյանի տեսքով։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաստան Դաշինքի նախընտրական ցուցակի անդամ Բորիս Մուրազիի հետ։ Կհանդիպենք վաղը, ցտեսություն։